Հուսահում ես երազում Ու մեզ կանչում ծիծաղով Երբ նայում ես, հմայում ես քո լույսով Լուսաբաց ես գարնան լուսաբաց Ես ապրում եմ քո կարոտով, քո հույսով Քո աչքերով եմ երված Գալիս ես դու Գալիս ես արևով Գալիս ես դու ինձ մոտ Իմ կյանքի հարավով Գալիս ես դու ինձ մոտ Իմ կյանքի հարավով Իմ կյանքի հարավով Բայլուս, դու էլ ոչ մի բարելուս է, հենց հիմա վեշերդ հավաքի ու... Սենց պետք է սկսեիր, մանուկ ջան, թե չէ բարելուս է որն է, մանավանդ որ կեսօր է հիմա։ Ոնց կեսօր է։ Շատ մի ոգևորում։ Մեզ չի հաշվել չգիտեմ։ Ուղղակի երկու ամսվա եմ դրել։ Ողջույն բոլոր ժամանակների ամենապարադոքսալ կերպար իմ լավ բարեկամ Գերասիմ։ Տես, հիմա դու աշխատանքի մեջ ես, համ էլ ոչ մի բան չես անում։ Ստացվում է, որ միաժամանակ համ աշխատում ես, համ չես աշխատում։ Լսի, ես չեմ հասկանում։ Ինչ ես ընկել իմ ջահել կյանքի հետևից։ Քեզ քանի անգամ բացատրեցի, որ մինչև կրակայրիչը չեմ վառում, չպիտի մոտենաս։ Да парень просто мучился со своей сломанной зажигалкой, вот я и подошла к нему без вызова. Բարձի գնալ մեկի մոտ ում նույնիսկ կրակայրիչը չի աշխատում։ Դե գարնիկ դու լերի կայսրուն աղջիկների կյանքը ուտես։ Սուսա, եթե ստեղ կա մեկ ում կյանք ուտում են, այդ ես եմ։ Լուրջ եմ ասում, իմ փոխարեն ես ձողը լինել, իմի 1000 տեղից ճակ էր տվել։ Լավ, ներվերդ խնայ, դու մեզ էլ պետք ես։ Տեղում, հա։ Հա, գնա մի քիչ բաղացրու, թե չենց պարապամնում միանգամից ինձ ա հիշում։ Վերջ, էլ ես թեմային չենք անդրադառնում։ Ներվերս էլ չի երիքում արդեն։ Ու ընդհանրապես, դա բոլորիդ ա վերաբերվում։ Իսկ դու գիտեի, որ $100 անցը մի գրամ ա կշռում։ Նշանակում աստեղ 15,000 ա։ Ես ավելի շատ հաշվել եմ սիրում։ Ուրեմն ասում ես պիտի ամուսնանան Սփյուռքայի հետ, հետո բաժանվեմ ու ունեցվածքի կեսը իմն ա, հա։ Մերը 150 միլիոնից 105-ը մերն ա, 45-ը քոնը։ $60 միլիոն։ 105-45։ Լավ գոնե 50։ $1 անգամ չեմ կարա շեղվել։ Բայց ինձ արդար չի։ Ամենածանր գործը ես եմ անում։
Պատկերացնում ես հանկարծ պարզվի, որ պիտի հետը համբուրվեմ։ Թագուի ջան, 45 միլիոնի համար նույնիսկ ես եմ պատրաստ այդ համբուրվեմ։ Ես կատակ չեմ անում։ Լավ։ Եթե դա քո վերջնական առաջարկն է, ուրեմն դες բարի ժամանց։ Խայցն առանց արեստավարժ ձկնորսի պարզապես ворդ է։ Ուշանում է, չէ՞։ Ասում եմ կարող եմ մոռացել, որ Թագուին Աղայանի համար է, ոչ թե իրա։ Չէ, Մանուկ ջան, դու դեռ սովորելու շատ բան ունես։ Սեղմած շուրթերը սուտ ասելու ամենատարածված նշաններից մեկն է։ Դա ճիշտ են ասում, էլի ոստիկանի նախկինը չի լինում։ Լավ, ժողովուրդ, վստահ եմ, որ համաձայնվելու է, չեմ ուզում անհանգստանաք։ Իսկ եթե չհամաձայնվի։ Նավարկել սիրո քծներկը ձերքիդ ինչպես թի բռնած եւ առագաստում հառաչ լսել զարամյալ կանանց։ Ոչ։ Շնորհակալ եմ։ Չէ, բարձա որ մեր ռեժիսորը գիտի ինչ է ասում, բայց մարդես եթե չհամաձայնվեց, ինչ ենք անելու։ Ինչ որ անում են նորմալ ռեժիսորները նման պարագայում։ Յուրաքանչյուր դերասան, ով չի մտնում ներկայացման տրամաբանության մեջ, ենթակա է փոփոխության։ Ու դա վերաբերվում է ոչ միայն Թագուհուն։ Էնպես որ show must go on, պարոն Այք։ It's like moms used to make. Դիգին աղավնի, ես կեցի կուզեմ ասեմ, որ այս ճաշը երազի նման է, արեն տարելա ընձի երեխա ժամանակ, որ մայրս կեպեր, շատ համով է։ Չափազանցնում եք, պարոն Աղայան։ Այ, որ ամուսնանաք, ձեր կինը ամեն օր սենց համով ճաշեր կպատրաստի։ Ես չեմ ամուսնանա։ Ավելի քիչ ուտեմ, քան ստետան բոլորի կայք կստան ուրիշի, որ խելր տնեն։ No, ես ամասուտ, forget it. It ain't happening. Ինչ է ինչ։ Չլսեցիք։ Էլ չեմ հասկանում, կարողա ուրիշ բան նկատի ուներ։ Աննա ջան, ինչ ուրիշ բան, մարդ իրա բերանով ասեց ես ամուսնացողը չեմ։ Դե եթե ուրիշ բան նկատի ունի, եթե դուք որոշեք ինչ նկատի ունի։ Ինչ որ առաջարկներ չկան, պարոն ռեժիսոր։ Մի փոքր իմպրովիզացիա, հետո սցենարի։ Իսկ ես առաջարկում եմ, որ մենք արագացնենք Աղայանի կելպելու տեմպերը, որ չստացվելու դեպքում գոնե մի փոքր գումար մեզնով անենք։ Զավեն, իմ պլանները չեն կարող չստացվել։ Բայց եթե ուզում եք, մի փոքր տեմպերը կավելացնենք։ Պահո, Հիմա ինչ։ ոնց որ ասում են, փորձանքը մենակ չի գալիս։ Ինչ ա եղել։ Տարածքի տերն է, ինչ որ գնորդ է գտել, այսօր ուզում են գան նայեն տարածքը։ Okay։ Տեղեկացված ենք, ուրեմն զինված ենք։ Լավ տղեկ, աղբորպես մենակ չասեք էլի, որ այս ամեն ինչը նորից պիտի տեղափոխենք, հա։ Դավիթ, մի հատ փոքր իմպրովիզացիայի պատճառով ներկայացման դեկորները չեն փոխ։ Պարոն Աղայան, բարի լույս։ Բարև, ինչպես ես, մանչս։ Մանուկ։ Մանուկ, մանչս։ Կներեք,
Երեք շատ զբաղված էի, տենց էլ չհասրեցի գալ ու ձեզ նորմալ տեսնել։ Ներերգու տեղ բան չկա։ Ես կուզեմ քեզ հետ խոսեմ։ Ես լուրջ բան ասեմ։ Ես կուզեմ քեզի վճարեմ, որ դու իմ գործերով գնաս ինձ օգնես։ Դե այդ մի քիչ թանկ կլինի ձեր համար, պարոն աղայան։ Հա, երեք որ կողքը սեղներ $16,000 չի կորցնե։ Եվ ես վստահ եմ, որ քեզի $16,000 չեմ վճարել։ Դե հա։ Ինձ մեկն պետք է որ ես հույս ունիմ, որ ինձ գնայ է։ Ես կուզեմ investment անեմ, business բանամ, քեզի մենակ քեզի վասայություն ունիմ։ Դրա մասին հենց խոսենք։ Իսկ ինչ վերաբերվում է ներդրումներին, ես ուսումնասիրել եմ դաշտը։ Տեսեք։ Ներդրումներ անելու համար Գիտեք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել է ընտանիքի կանանց եւ երեխաների պաշտպանության տարի։ Մեր հասարակական կազմակերպությունը ողջ տարվա ընթացքում պիտի կազմակերպի մի շարք միջոցառումներ։ Բայց եթե նկատեցիք, մենք ամուսնական գործակալություն չենք։ Մենք միայն տպագրությունով ենք զբաղվում։ Խոսքը գնում է շատ մեծ քանակի տպագրության մասին։ Ամբողջ քաղաքը պիտի լցվի ընտանիքին վերաբերող պաստառներով, որովհետեւ յուրաքանչյուրը նույնիսկ ամուսնացած մարդիկ ցանկանան նորից ամուսնանալ։ Ու մեր հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը որոշեց ներդրումներ կատարել։ Որպեսզի ձեր տպագրատունը կարողանա ապահովել այդ աննախադեպ ծավալը։ Եթե մասշտաբի մասին մեր պատկերացումները նույնն են, ուրեմն այս խմբականակը մենք կտպագրենք անվճար։ Foundation։ Foundation։ Հա։ Սողոմոն Աղայան հիմնադրամ։ Ես էդի կանաման եմ, ինձ խելոք բան ասա, ինչ կնաման եմ, foundation։ Բայց իմ ասացի մեջ ի՞նչն էր անհետաքրքիր։ Գիտի, ես դեմ չեմ, որ դրամ կբաժակնեն, բայց ավելի մարդ կզգա, որ գործի կետա, գործը դրամ կշինե, տուն կետա։ Ես կուզեմ գործ բանամ, foundation-ը չի եղն։ Տեսեք, բիզնեսմեն Աղայանը ու բարերար Աղայանը դրանք լրիվ տարբեր մարդիկ են։ Ու եթե բիզնեսմեն Աղայանի նախագծերը մերժեն, ասենք բարդություններ ստեղծեն, այդ ոչ ոքի հետաքրքիր չի լինի։ Ասեմ ավելին, մարդիկ դրանից կուրախանան, որովհետև որպես կանոն Հայաստանում հարուստներին չեն սիրում։ Բայց եթե բարերար Աղայանի նախագծերը մերժեն, այդ արդեն հանրային հնչեղություն կստանա։ Հասկանում եք, չէ՞ ինչ եմ ասում։ Չէ։ Ինչի՞ չեք հասկանում։ Բայց բիզնես բացելու համար foundation-ը պետք։ Դե բոլորը տենց են անում, այս Հայաստանն է։ Ամեն բան Հայաստանի վրա կդնես։ Էսիկ մեր խայսյատը։ Մանչս, դրամ շինելը դժվար գործ է։ Մեջքի կոդրել, դժվար է։ Այս դրամը քուգդեղներ, դու այտենց կծախսես։ Տեսեք, այս ուղղակի ծախսել չի, այս բաժանել չի, այս հենց ներդրում է։ Ու հա, ես էլ այտենց կանեի։ Okay, ես որ համաձայնվեմ, մենակ մի պայմանım կա։ Դու պիտի բոսը եղնիս։ Okay. All right. Ուշադրություն պատրաստ, առաջին խումբը գնաց։ Եկան, սկսեցինք։ Համեցեք, պարոն Աղայան։ Ես դեպի կնստեմ։ Չէ, դու իմ բոսն ես, դու պիտի դիմացը նստես։ Համեցեք։ Դիմացը կնստեմ։ Համեցեք։
Ապրեք, երեխեք շատ լավ եք, եկեք ստեղ կանգնենք, որ արևի տակ չմնանք։ Բարձրացեք։ Ահա, արի, ինձ։ Ապրեք։ Բրավո, ապրեք շատ լավ խաղացիք։ Ապրեք։ Վայ, ո՞նց պստոնես։ Վայ, ես ինչա։ Լայք երեխեք։ Հոպ։ Հոպլա։ Ես քեզ, ես էլ քեզ։ Ապրեք շատ։ Ձեզ շնորհակալություն։ Մերսի։ Ներեցեք, իսկ որ խնդրեմ կասեք, որ ալիքով եք ցուցադրելու։ Դե ճիշտ ասած դեռ չեք կողմնորոշվել, բայց հենց իմանանք անպայման ձեզ Լավ, կասենք։ շնորհակալություն։ Դե գնացինք, շարքին։ Համո։ Ուշադրություն հարգելի համակարգացիներ, բարի դիտում։ Վայ, կտեսնիս։ Արա, բախտս չբրնեց։ Ամերիկայի մեջ նննակ կգործես։ Եկել եմ հոս արդեն պարավ եմ, բայց ընդանիքը ունենալ, ինչ լավ բան է։ Հիմի թորներ կունենայի։ Բարև ձեզ, խնդրում եմ ձեզ էլի, ինչ-որ բանով, դերամով, մի բանով օգտակար եղեք ինձ, խնդրում եմ շատ եմ աղերսում ձեզ, ասված ձեր մեկը 1000 անի։ Զարմանում եմ ես մարդկանց ընտանիքների վրա, տենաս ինչ են մտածում։ Տղա ջան, որ ընտանիք ունենայի, բա այսօրը կընկնեի։ Ժամանակին էշես չամուսնացա ու դառա անտեր բիձա։ Ինչի էշես։ Տղա ջան, կհասնես իմ տարիքին են ժամանակ կհասկանալ։ Տեղարը, ես իրա տարիքից անցել եմ։ Բայց դու էլ չես ամուսնացել։ Որտև ես չեմ։ Հասկացա։ Բխո, զավեն ես է քեզ եմ սպասում։ Այս շոքա, Զավեն ջան, այս շոքա։ Զավեն ջան, դեր այդ ռեժիսորին ասա, որ ես լավ դերասան եմ, որ դրամատիկական լավ դերեր էլ կարամ խաղամ։ Գիտեմ, կասեմ, տերձրու։ Բայց ինչ անեմ, Դե պահի քեզ։ Վայ, շնորհակալ եմ, Զավեն ջան։ Չմոռանաս։ Չեմ մոռանա, մախու ջան, չեմ մոռանա։ Հեչեմ ենք, որ չենք պսակվել տղամար չենք։ Արոն աղան, իս տվմա սխալ շենք ենք մտել։ Մի րոպե սպասեք, ես հիմա կգամ։ Ոյ։ Yeah. Ասում էի, չէ, սխալ շենք ենք մտել։ Պետ ռեգիստրի հիմա տեղափոխվել ուրիշ շենք։ Այս ինչ-որ ընտանիքների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություն։ Ես ինչ կասի։ Հիմա այն տղամարդ, ով մտածում է ամուսնանալու ուշ։ Ո՞վ է։ Չգիտեմ, բայց չափն անցել է։ Արի, պարոն աղան, արի գնանք անի, մեզ էլ չեմ պսակել։ Հա, պավսել գա ես չեմ պսակվի։ Այն լավ դեմ երևի որ։ Այս շատ սիրեցի։ Հա, կենտրոն է, որովհետև հավաքական մարդ կլա։ Այս կողմ։ Այո։ Համեցեք։ Մերսի։ Համեցեք։ Խնդրեմ ես տարածքը։ Ինձ թվում է բավականին մեծ ու հարմարավետ է։ Առաստաղները բարձր են, օդափոխությունն էլ շատ լավ է աշխատում։ Այո, հետաքրքիր դեղ է, ես սիրեցի։ Ես շատ սիրեցի։ Դե հա կախված նրանից ինչ գործունեություն եք ուզում այստեղ ծավալել։ Մենք Ֆատայերի խանութ պիտի պանանք հոս։ Ներեցեք։ Ֆատայեր չգիտար ինչ է Ֆատայեր։ Հագոպեսե Ֆատայերի ինչ է։ Ձեր կիծած լահմաջոն, բայց ուրիշ տեսակ, մեր ուրիշ է։ Ասանք խմորը փարակ, վրան քիչ մը զատեր, քիչ մը բանիր, լոլիկ, նանա, փուրը գտնենք, կդակցնենք, անանք կհրանցնենք։ Շատ համով կլար։ Վախ, նենց լավ համով նկարագրեցիք, արդեն ուզում եմ գամ ձեր ռեստորան։ Հրամեցեք։ Այո։
Ինչպես ենք, հոս։ Այո, հոսը տնենք։ Ես կսեմ հոս խանութը տնենք։ Okay, բայց գես կնենք։ Այո, ես կնենք, լավ կլա ես տնենք։ Հոս անոնը գտնենք։ Okay։ Հոս բադին վրանը հալեբի նկարները գտնենք թաբլոներով։ Բայց քիչ մի քույները կոծասա փոխի։ Քույներն փոխի։ Գնենք ենք հարցի։ Այո, ասենք զեփյուրի նման քույներ տնենք, իմանանս զեփյուրը։ Շատ հաճելի է։ Մերսի։ Լավ է, հա։ Սամարանը։ Այո, հոսան, այո։ Հոսա բարը գնենք։ Շատ լավ կլա, քաբարը շատ սիրեցի։ Այո։ Ահա, այս հաճելի պահին էլ տարածքի տերն է զանգում։ Բարև ձեզ Հմայակ Հարությունովիչ։ Ադե ներվերս կերակ արդեն, բոլորդ պատասխան եք տալու, մարդը ձեզ գլուխ չի անում, մեկ կար մեկ պատասխան եք տալու, լսում եք, ալո, Աննա ջան, բարև։ Ես էլ հենց հիմա ձեր տարածքում եմ հաճախորդների հետ ի ուրախություն ձեզ, ասեմ, որ հրաշալի մարդիկ են ու ամեն ինչ հավանել են, արդեն վերջին դետալներն են քննարկում։ Շատ հաճելի Աննա ջան ու ափսոսում եմ, ես հենց հիմա քաղաքապետարանում եմ, պարզվում է այդ տարածքի հետ ինչ-որ խնդիրներ կա։ Ինչ խնդիր։ Շատ եմ հասկանում Աննա ջան, այդ տարածքը ինչ-որ պետական գերակա շահ է ճանաչվել, հիմա պիտի քանդեն, ինչ անեն, մարդ գլուխ չի անում, ներվայնացա արդեն։ Ոնց քանդելու են, ինչն են քանդելու։ Գիտես, ես հասկանում եմ Աննա ջան, ես է գլուխ չեմ անում։ Հա, բայց ափսոս չի այս տարածքը։ Ափսոսա, բա ինչա սիրտս պայթում է։ Հմայակ Հարությունովիչ կարող է խնդիրը գումարի մեջ է։ Եթե տենցա դուք ինձ ասեք, մենք կվերանայենք պայմանները։ Առնվազն գործակալության տոկոսը կիչացնենք։ Այ բալամ, ինչ գումար, ինչ բան, ուղղակի հանգամանքներն են տենց դասավորվել։ Չեք պատկերացնի ոնց եմ ափսոսում, նենց լավ հաճախորդներ եմ գտել ձեր համար։ Հասկանում եմ, բայց ինչ ես առաջարկում, տարածքը վաճառեմ այդ լավ մարդկանց իրանց գցեմ կրակը։ Չէ, դե տենց էլ չի լինի։ Բա տեսնում ես Աննա ջան, լավ, մի խոսքով դու բան այդ հայտարարությունը հանի, միջև տեսնենք ինչ է գալիս գլխներիս։ Դե հա կհանեմ։ Բանա լինել դե կվերադարձնեմ ձեզ։ Լավ, մերսի Աննա ջան, շնորհակալություն, ամեն ինչի համար շատ շնորհակալություն։ Ինչ ասեմ, դե ինքներդ լսեցիք ամեն ինչ։ Բայց ինչու պիտի կանտեն, գամուրջ պիտի անցնի։ Դե կամ կամուրջ, կամ գնացք, մի բան կանցնի էլի։ Շատ լավ դեղեր, մեղք եղավ։ Հա, շատ մեղք կա։ Պարոն աղայան, ես ձեզ շնորհավորում եմ։ Այսօրվանից դուք ոչ միայն բիզնեսմեն աղայան եք, այլ նաև բարերար։ Շնորհավորում եմ։ Thank you. Այսել ծուխտերն է։ Այդ foundation-ի գործը խո մենակ պիտի չենես։ Ուրիշ մարդ պետք չէ, որ քեզ հետ գործը։ Դե, սկզբից ես ու Զավենը մի կերպ գլուխ կհանենք, հետո նոր կմտածենք աշխատողի մասին, չեմ ուզում ավել գումար ծախսենք։ Դրա մի խնդիր չկա, որ գործավոր պետք է, այդան ճարենք, թող գան գործեն։ Հասկանում եմ, պարոն աղայան, բայց մենք ավելի լավ է սկզբից ներդրումների մասին մտածենք։ Եկամուտը կգա, հետո նոր կմտածենք արդեն աշխատողների մասին։ Okay, դու կամ կդա։ Ըստի գալիս է։ Իհարկե, իհարկե։ Հա։ Ասա Զավեն, բասում էիր աղայանին 5 մատիտ պես գիտես։ Ու վստահ էր, որ աշխատողները վարձելու տարածքներ, հաստորեն այդ փողը… Ես ունեմ 10 մատ, փաստորեն աղայան են 5-ի մեջը։ Մեզ հիմա պետք է լուծել ամուսնության հարցը։ Այդ մեր ներկայացման հիմնական նպատակն է։ Թե չեն ընթացիկ իմպրովիզները հայր շտկել կարելի է հավատա։ Հա, բայց չգիտեմ ինչ պատահեց։ Դե նորմալ մարդիկ էին ներևում։ Հետո սկսեցին ինչ-որ աբսուրդ բաներ խոսել։ Մի անհանգստացեք, ես ձեր տարածքը շուտով կվաճառեմ։ Լավ։ Ան այդ հայտարարությունը որտեղ է գրված։
Դրանք բզբզան կորի, որ էլ չանհանգստացնեն։ Հա, բայց տենց տանտերն էլ չի տեսնի հայտարարությունը։ Հասնել ամպերին, նաև նույն պահին մայր հողի վրա ամուր ոտքերով կանգնել, ոչ, բացառված է։ Հրիչքը բարդ է, բայց առանց դրա, առանց ճախրանքի, անզուս փաճույքի, ինչու ծնվեցիր այս երկնքի տակ, ոչ թե խորքերում օվկիանոսների։ Բրավո! Բարի գալուս Սողոմոն աղայան, բարեգործական հիմնադրամ։ Շնորհավորում եմ ձեզ, պարոն Մանուկ։ Ես շնորհավորում եմ ձեզ, շնորհավոր։ Իդեպ վաղվանից նոր գործ ունես։ Ես։ Ահա։ Այսինքն։ Այսինքն վաղվանից դու Սողոմոն աղայան բարեգործական հիմնադրամի տնօրենի օգնականն ես։ Այս տղու։ Այդ տղու սցենարը ինչ որ հաճախ չի փոխվում։ Այս սցենարը տենց բան է, անջան։ Կիկոս հիմա սկսվեց Ռոմեո Ջուլիետով վերջացնով։ Դավիթ, ապոստինացի, Իմիջայլոց, վաղը այդ հիմնադրամի հետ կապված ճոխ ընդունելություն պետք է կազմակերպենք։ Ուստի հեղուկ վառելիքի գները դեռ պահպանում են բարձրացման տենդենսը։ Իսկ վերջում օրվա բացահայտումը։ Բրիտանացի գիտնականները ողջել են, որ ամուսնացած տղամարդիկ շատ ավելի երկար են ապրում, քան չամուսնացածները։ Այսօրվա համար այսքանը։ Ամուսնացեք։ PBS is telling people to get married? Why are they telling me to get married? Why do you care if I get married? Go get married. I don't want to get Աշխատում ենք, married. Why Մանուկ do you ջան։ want to marry me? Ես իմ գործը մինչև վերջ անում եմ։ Do get married. Չես անում, ես ինչ ես կարդում։ Ինչ սուֆլորին գրած այն էլ կարդում եմ։ Ո՞նց կարա սուֆլորինը տես բա։